Ինչ է սպասում 2026 թվականին կարմիր հրեղեն ձիու տարին այծելջուր համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի այծելջուրների։ Մեր սիրելի այծելջուրների ֆինանսական ոլորտում 2026 թվականին։ Սիրելի այծելջուրներ, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Գիտեք ինչ, ճիշտ է, մեկից անակնկալ ուժեղ հաջողություններ չի լինի, բայց կամաց ավելացող ֆինանսական հոսքեր կլինեն։ Հնարավոր է նոր աշխատանք, սիրելի այծելջուրներ։ Հնարավոր է նոր աշխատանք, հնարավոր է մասնագիտական հմտություն, հնարավոր է ձեր այդ մասնագիտական հմտությունը ձեր ֆինանսական ոլորտը ավելի լավացնի, ձեր ֆինանսական հոսքերը լավացնի, հնարավոր է ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն, բայց այդ կամաց է բերելու, քարը քարի վրա եք տնելու, բայց մի վախեցեք, մի հիասթափվեք, մի հուսահատվեք, լավ է դուք քարը քարի վրա տնեք ձեր համար, ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու համար, որովհետև ինչ որ մարդը անում է սեփական աշխատանքը, սեփական պլանների համար, դա ավելի լավ է տվյալ մարդու համար։ Այստեղ սիրելի այծելջուրներ 2026 թվականը հնարավոր է ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու համար հիմքեր լինի։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այծելջուրների անձնական ոլորտում 2026 թվականը։ Սիրելի այծելջուրներ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, սեր, միություն, երջանկություն, եթե նույնիսկ կա խնդիրներ, պրոբլեմներ, սիրելի այծելջուրներ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, եթե նույնիսկ երկար ժամանակ դուք չեք կարողանում ձեր կյանքի մեջ անձնական ընկեր գտնել, 2026 թվականը ձեր կյանքի մեջ այնպիսի մարդ կմտնի, որ ձեր սիրելի այծելջուր ձեր համար կդառնա իսկական ընկեր, եւ ամուսնություն, եւ պսակադրություն, եւ համատեղ ապրել։ Գիտեք ինչ, սիրելի այծելջուրներ, 2026 թվականը ձեր անձնական կյանքի մեջ այնպիսի հաջողություն է մտնելու, որ նույնիսկ դուք եք զարմանալու, բայց այդ հաջողությունը ուղղորդում են աստվածային ուժերը, դա ձեզ համար կամենում են աստվածային ուժերը։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այծելջուրների առողջական ոլորտում։ 2026 թվականին սիրելի այծելջուրներ, չկա առողջական խնդիր, եթե նույնիսկ լինի կա ապաքինում, կա լավացում, կա առողջացում, հնարավոր է երեխայի ծնունդ, այդ երեխան կարող է լինի իգական սերի ներկայացուցիչ, սիրելի այծելջուրներ, եթե նույնիսկ կա առողջական խնդիրներ, ձեր հորմոնալ ֆոնի հետ կապված, ձեր սիրտանոթային ոլորտի հետ կապված, դուք լավանում եք, դուք ապաքինվում եք, ցույց է տալիս լավացում, ցույց է տալիս առողջացում։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի այծելջուրներ, 2026 թվականին։ Ձեր երազանքները եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, եւ առողջական ոլորտում ձեր երազանքները կկատարվեն։ 2026 թվականը ձեզ համար լինելու է հաջողության ժամանակահատված, հաջողության հիմքեր տնելու ժամանակահատված, կլինի երեխայի ծնունդ, ով որ երկար ժամանակ չէր կարողանում երեխա ունենալ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում